Ուրեմն հարգելի դիտորդ արդեն կա տեղեկություն, որ գտել են 13 տարեկան աղջկան, ինչպես որ ասեցիք կգտնեն շատ դժվար, այդպես էլ դժվար գտան ու գտան այնտեղ, որտեղ որ ես այսպես ճիշտ տեղում նկարագրել էի ոլորապտույտ ջուր, որը ափամերձ տարածք է հանում քարերի, տիղմերի մեջ, հա, ավելորդ ինչ-որ բաները։ Ուրեմն այս 2-3 ես երեք էլ ասեցի որոնման համար ամենաբարենպաստ այսպես օրերից մեկն է, այսինքն 3 շատ բարենպաստ էր ջրում այսպես որոնողական աշխատանքներով մարդ գտնելը, բայց մենք հետո ավելի դժբախտ այսպես ավելի չեմ ասի, նույն տիպի այսպես դժբախտ դեպք է ականատես եղանք, որ հանեցին լրիվ ուրիշ երեխայի, տղա երեխայի։ Անկեղծ ասած, երբ որ ես նայում եմ իրենց քարտեզը, իհարկե ես ուսումնասիրում եմ այն քարտեզով, որտեղ մոգերը գտան Քրիստոսին, այսինքն հայտնաբերեցին Քրիստոսի ծննդյան վայրը, որտեղ է ինքը։ Եվ այդ նույն այսպես տեխնիկայով նայելու ժամանակ ես շատ լավ գիտեի, որ ինքը գտնվում է իր քրոջ հանածտեղից մի քիչ տարբերությամբ, այսինքն համարյա շատ մոտ են, որտեղից որ հանել էին 7 տարեկան երեխային, համարյա թե այդ տարածքում էր, նույնիսկ տարածքը ցույց էր տալիս ինձ արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ, բայց քանի որ այսպես ոնց բացատրեմ, քանի որ 2 տարեկան Տիգրանի ժամանակ այսպես ճակերտավոր էքստրասենսները խանգարում էին ոստիկանության, փրկարարների աշխատանքին, ես ձեռնապահ մնացի, բայց այն ինչ որ ես կանխատեսել էի, հենց այդպես էլ եղավ, այո, 2 երեխան էլ ջրում էին, նշել էի, որ կգտնեն շատ դժվար և նույնիսկ տեղանքի հետ կապված նկարագրել էի տեղանքը, որտեղ որ 13 տարեկան աղջիկներ, ցավում եմ շատ, անկեղծ ասած, կոկորդս հիմա սեղմում է, ես ցավում եմ և համբերություն եմ մաղթում Նարեի ծնողներին, գիտեմ, որ այս ցավը ձեր սրտից ձեր ողջ կյանքի ընթացքում դուրս չի գա, ձեզ համբերություն եմ մաղթում, իսկ իմ ժողովրդին մաղթում եմ, որ էլ երբեք այս տեսակ դեպքերի ականատես չլինենք, հարգելի ծնողներ, ուշադիր եղեք, եթե դուք ապրում եք մի տարածքում, որտեղ ջուր կա, առվակ կա, գետ կա, ջրհոր կա, ուղղակի ուշադիր եղեք ձեր երեխաներին,